Դու կարաս գնաս քո Դանիային այդ ամեն ինչ անես։ Այ կամք է։ Ես 10 տարի ասել եմ, քիչի։ 10 տարի, 20 տարի մերպես տեղ ապրի։ Եկել եմ իրավունքներ ունեմ։ Մերպես տեղ ապրի։ Եղբայր իրավունքներ ունեմ։ Կոյանն ինչ չեմ որ ես համակ ունեմ։ Դու էլեմենտար բնակ ասում չեմ ատեսել։ Բնակ ինչ դուք եք հարցալու։ Լավ եմ արել, քո ինչ որ չէ, դու ով ես որ ինչ դասես ոզից գաս։ Ես այդ իսարտից եմ եկել։ Դա դու ով չէ խոսում, քո ես։ Հենց այդից եմ իմացել, դու ով ես որ եկել ես։ Լսեք, մի բան, ես ձեր հավաքի շապացը լսի, Դասական հաշտավեցին ասեցին դու որ տեղացես դանիացի ես։ Դու հայերն ու ինքնություն է չես բազմած գալիս։ Որը փառք եկել է հավերը բացած։ Ապային դու ես աղա։ Ապինը բացած։ Հասկացանք, հիմա արդեն բոլորը մի մարդու պես լսում եք եւ հարցը եւ պատասխանը մի գուզ է։ Մի գուզ տղա ես, մի քիչ խիստ է։ Մենք ունենք բնակիչի անհանգստություն, լսում եք դա։ Պարոն Բաբրան, լեննական իստորի իսանգ այդ է։ Ասնա, լեջի ալկոյն նեկրտոր հոմիմարի ասկախան է։ Լեջի, բանիս։ Լավ, եք եսորվա թեմա իմ չի բերան։ Ուրեմ ես։ Ներկայացի։ Սարգան Լենի։ Ինչ։ Սարգան Լենի։ Սարգան Լեռնիկը։ Ես գրի դևով։ Ինչ լավ լսեք։ Մեկ անցներից տնտեսական ասում եմ, դու ես հիմիկանը որ բարի այդում, դու բարի եք, ես հիմիկանի պահենք հետագային։ Դուք եք ձեր գրանի խոսքան որ եք ասել։ Դուք մենք ձեր ասած եք, թող մենք մեռնենք, մենք դուք կապեք ապրեք։ Մենք ասում խաղողը, դեպի արկոյի մամելը, դու իր խաղողը լավ լինի, որպեսզի արտասահման դրի, բայց դու գեղեցիկ սալ մեռնենք։ Ով է դες բան ասել։ Դու որովհետև բանկային ասում եք սուտ եք խոսում։ դրսում Դուք սուտ եք խոսում։ Ես ինչ մամել վեդի ալտի մամել։ Դա մի հոգու է վերաբերում, այլ ոչ ամբողջ հարցը։ Դու ինչ խնդրեց։ Այ ես հասկացա։ Իշխանը խելացի բան ասեց։ Ամբողջ գյուղերում արեք։ Ամբողջ գյուղերում արեք դու սաղը մասնակցին, դիտի արեք չգիտեմ ես աննայն եպս։ Բայց մի խնդրակ ունեմ։ Ինչ կանեք մտածեք ես այդ գյուղում հեռվում։ Տնտեսությունը երբ այգեգորից են, մեռած ասած ծառերը որգարում, ամեն ինչի սաղ որգարում, ոչ մեկը չի մսարում, ամուսարի, հանցարի հարցը, արեք ետ հարցը ուծեն գլը, նոր մոտեք ետ հարցը։ Լավ հենց խոզում շապանում, դերցի ծիրանի, բալենու ամսած ծառերը, մերերը, մերում ատնում, մարդիկ հարլատը, հինգարում, Եթե հարցը դա, եթե չկա այդ ծառը, չկա, այդ ծառը հիմա չեն մեր, կամ կապա չեն ուզում Հաստակիր է, հաստակիր բնակավար, գիտեմ է կալ, դրա որ լսում ստեղ է, որ
Խաղաղապերականը շահագրգիռ չի համարվում։ Այո, ասեք, Մեր Կարագոզյան, հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավար։ Մեր Կարագոզյան։ հանրային վերահսկողություն։ Լսում եք հետ Պարոն Բաքրյան, մենք տեղեկատվություն չստացան, թե մեր դնումների չափը ինչքան է, 20 միլիոն է, 25 միլիոն է, 30 միլիոն է, 35 միլիոն է, բոլոր ժամանակ է սպորտը, մի տարի մամա այսօր է կարու ժամանակի դեսուր իրանց բդալությունների մասին հանրապես հետ ամենակ արտավետումների մասին, դրանց ծավալների մասին տեղեկատվություն չտրամադրել։ Եվ մենք չունենք տեղեկատվություն, թե ինչի գործարանի նախագիծը ներկայացված չի, որովհետև եթե ունենք հանք եւ չկա գործարան եւ հետագայում հնարավոր է այդպես էլ գործարանը լիցենզիա չստանա, որովհետև չգիտենք վաղը ինչ կլինի, ապա ինչ է լինելու այդ բաց հանքի հետ եւ այս պայմաններում որքանով է իրավաչափ տվյալ ընկերության հետ հուշագիր կնքել այդ ձեր ներկայացած 10%-ի մասով։ Այս է իմ հարցը, խնդրում եմ եւ վետու համայնքապետարանը տա առանձին պատասխան եւ տվյալ ընկերությունը տա առանձին պատասխան։ Ես Այսօր լսում եմ, ընկերությունը ասեց, որ իր մտայնությունների մասին է տեղեկացնում, դրա համար ինչ հնարավոր ինֆորմացիական ընկերությունը տվեց, գումարի մասին, գործարանի մասին դժվար չի, որ ամենքարեն հաջորդ լսումը կլինի գործարանի մասին, դժվար չի եզրակացնել կամ սավերի եկել Չէ դժվար է։ Չէ դժվար չի, եսի համակի վերաբերում։ Այսօրվա լսումներից ինչ-որ հետևություն պետք է լինի, թե ոչ։ Եզրակացություն լինելու է այսօրվա լսումներից։ Հանքը բացեցին, հանքակարգույրը գնալու որտեղ է մշակվելու։ Բայց եթե ինֆորմացիա չունենք, ո՞նց ենք մենք Հանքի մասին Բայց մենք ինֆորմացիա չունենք, որ հետևություն անենք իրանց ասած։ Ախր դուք կուլտուրա չունեք, ձեր տված հարցը լսեք ինչ են ասում, այսին ժողով։ Որը անգելս Սևակ ջան, հերի քարապ է, հասկացան, Սևակ, Ձերքի չում կապ չէ, լավ ֆռում Սևակ ջան, ոնց որ ստեի բես մարդոնին դուրես, աղբերս, թող խոսեն, աղբերս, մենք էլ Այն մարդն է պատասխանում, մենք էլ արձագանքում ենք։ Չի կարելի, ամեն անգամ դու ես խոսում, դու խանգարում ես ամենան։ Ինչ ես արձագանում, արձագանքում իրանք ես եկամ յակստը չես Ուզում եմ լսեմ։ Կարողանաք լսել։ Ծավալ ներդրումների չափ հետ կապված։ Նախնական, մեր նախնական հաշվարկով, մեր հաշվիներով, որը կազմել ենք ընդհանրական, կազմում է 25 միլիոն դոլար։ Բայց ինչի է մեզ բարձրացնել, որ կարող լինի 30, որին մենք պատրաստ ենք ներդնել, կախված է կատարվող միջոցառումներից, կախված է նաև աջակցությունից, կախված է այլ ինչ կարելի է կատարել։ Բուն մեր հանքարդյունաբերության և զավոդի արտադրման համար շատ ավելի քիչ գումար է պետք, քան 25 միլիոն է։ Մնացածը համայնքին ու ընդհանուր բնակչության նախատեսող մեծ գումար է։ Մենք միջոցառումների ապահովմանը։ Գուցեև ոչ թե օրինակ են բերում, օրինակի համար բերում ենք ոչ թե 100-անոցով տուրբով ջուր ենք բերում, այլ որոշում ենք բերում ենք 150-անոցով, որը ավտոմատ ավելացնում է ծավալը։ Բայց այդ 150-անոցը այսքան բերում ենք կրկնակի քանակի ջուր համայնքի համար։ Նման բաներով ներդրումը կարող ավելանա, որին մենք կողմ ենք, դեմ չենք, որին մենք պատրաստ ենք։ Իսկ ինչ վերաբերվում է հանքը բացվեց,
աշխատեց կամ ծենզավորը լիցենզիա չունեցավ, ինչ որ պատասխանը հետո վերացրեք լսել։ Եթե ծենզավորը լիցենզիա չունեցավ կամ համայնքը դեմ եղավ, այդ ժամանակ որոշենք հանքի շահագործման ինչ որ մի լուծումներ։ Բայց այն որ պետք է շահագործի, աշխատատեղերը պետք է լինի, ոնց որ կանոնությունը կա դիրքերի համայնքի համար, պահպան, այդ ամենը պահպանվել է։ Զավոդը չեղավ, քարը հանեցիք, ինչ ենք անելու։ Հանեցիք զավոդը, պարզ ասեմ, զավոդը տեղափոխենք ուրիշ տեղ, փակ մեքենաներով, փակ մեքենաներով, առանց ճանապարհներով, էլի մոտիկ տեղ, մոտիկ հատված, որտեղ էլի չմտնի մեքենաները բնակավայր, որը շատ կարևոր է։ Մենք տեղափոխենք ուրիշ տեղ։ Արտանետումների մասով է։ Իսկ արտանետումների մասով է։ Նախկինում մեր լսումները կատարել ենք, այդ նույն ամեն ինչը կա։ Սա չի լսում։ Չէ։ Մի վարքան։ Ով ծպել մեր քաղաքացիների շեշտ։ Հիմա Այսինքն ինչի մասին է ասում, բացարձակ չէ։ Սա լրացման փոքր է, սա հանրային է։ դատեք ես մարդու։ Գինևետից, այո, ես գինևետի բնակիչ եմ, Մարիամ Բարսելյան։ Նախ նույն հարցը երևի բարձրացնեմ, որտեղ շրջանցվեց չպատասխանեց ինձ հետաքրքիր է։ Անընդհատ նշվում է, որ 10% շահույթի տրվում է վետի համայնքին, իսկ մենք համայնքի մեջ մտնում է 18 գյուղ։ Այո։ Ինչքանով պիտի վստահեմ, որ իմ սուր, այո, եկեք չմարնենք, լավ։ Սարը փորում են իմ առողջության հաշվին, որտեղ մեկը բաց հանքա, ինչքան ուզում եք անեք, ընդ արտանետում լինելու է, այդ չեք կարողանալու ոչ մի բան անեք։ Հիմա ինչքանով ես պիտի վստահ լինեմ, որ 10%-ից ինձ այս գյուղի վրա ինչ որ բան ծախսվելու է, 18 գյուղ է։ Էդի մեկ։ Շատ խելացի հարց եմ տալի, որտեղ անցած համայնք եք նշում, այս մարդիկ չեն հասկանում, որ համայնքի մեջ 18 գյուղ է։ Այդ մեկ։ Երկրորդը ինձ կենսաբազմազանություն, էկոհամակարգ, մարդիկ ուղղակի աղետ չեն տեսել, եւ չգիտեմ պատերազմը մեզ ոչ մի բան չի սովորացրել։ Աղետ այն մասով, որ այդ սարի լանջերին ահագին փոսեր կան, տարբեր սողուններ կան, թունավոր են, ու եթե ինչ, ես սարի տակ եմ ապրում, ստեղ կենտրոնում ապրողը չի վախենում, բայց մենք մեր այգու մեջ շատ հավանական է լիքը սողուն տենանք, որ ինչ պիտի անենք, այդ ուր են իջնելու, պարզ չի, որ լանջից ներքև են իջնելու, ոչ մի տեղ չեն խաղում։ Այդ հարցը ոնց եք պատրաստում, ես երրորդ հարցը Իշքան գումարա ներդրվել ձեր բնակավայրում։ Իսկ ինչի ես փոփոխությունը չեմ տենում։ Հանքից չէ, եթե բյուջե կա։ Լսեք, կա բյուջե։ Մեր գյուղը հետամնաց գյուղ չի։ Մեր գյուղը հետամնաց գյուղ չի, մեծ խնդիրներ չունի։ Եղած չեղած նրանց ասֆալտ պետք է անել, մեր կաղկած կրածքով։ Ես կարամ հանգիստ առանց ասֆալտի փողոցի վրա առողջ ապրել։ Լսեք, եմ խնդրել իմ հարցերին պատասխանեմ։ Եթե հարցին դուք ասում եք այդքան գումարը, որ ներդրվել է մեր գյուղում, ինչի ես չեմ տեսել, ես չասեցի, ասեք, ես ինչ իմանամ, որ 10%-ը իմ գյուղին է բաժին հասնում։ Նոր, հենց նոր ձեր վարչական ղեկավարը բան է պատասխանում, դուք ասում եք, լսեք, Աշխատանքն տվյալներս ուզում բերենք տամ։ Հանքի վրա եմ ուսնել։ 22-ից մինչև 24 թիվը
Համայնքում դրվել է 150 միլիոն դրամ փող։ 3600 մետր ոռոգման ցանց է կառուցվել, մի փողոց գազ է քաշվել։ Կանալիզացիա է։ Միայն կենտրոնում։ Մեր փողոցում ես ոչ մի փոփոխություն չեմ դե փողոցում ի՞նչ փոփոխություն։ Հա, ինձ տանը գցեք, չէ՞, մենք դե չենք կարող։ Ես ծնված օրվանից փոփոխություն չեմ տեսել։ Մեր գյուղը շատ փոքր է։ Եկա հնարավոր անել այն շուտ։ Ես ստեղ շահադիկներ հանել, ես մենակ մնացի։ Հայրս վատ բնավորություն եք, բայց ոչ։ Ուզում եք անհատական, որ անպայման մեր ոտքի տակ։ Ոչ, տրանսպորտը անհատական չի։ Ինչ տրանսպորտ։ Մեր տրանսպորտը ինչի չի լուծվում այդ հարցը։ Ահա պետք չի մեզ կանգնել Երևանի, գյուղը Երևանին կապող։ Գյուղը Երևանին կապող։ Եթե համեր հասնա դա իմ հարցերի կրկնությունը համարում են լսման ավար։ Ձեր ներկայության համար։ Հանրային լսումները դադարեցվել են կամայականորեն դադարեցվել են հանրային քննարկումները։ Հանրային քննարկումները ավարտվում են, երբ որ սպառվում են բոլոր հարցերը։ Հանրային լսումները դադարեցվել են կամայականորեն, որպեսզի գույն չստան, որպեսզի գույն չտան բոլոր արտայները։
ծրագրեր ունեն։ Միջև էտին գոդայայի Հանրային լսումները միջև բոլոր հարցերը չեն դա որպեսի կոնկրետ հստակ երևում է ամբողջ թիմ հանձնակազմը պաշտպանում են միայն դիտող Որից թողի որ Մի րոպե հարցերը գրել ու ցուցակում թողի Գիտես ինչի տեղացի չի, տեսար ընթի խիչ թողի Տեղական իշխանության Շարժորդ այդպես վիրման միշտ, երբ որ տեսնում են, որ կարծիքները շատ են բացասականը, անօրինական դադարեցնում են, որպեսզի հետո բացասական եզրակացություն հիմնանալ համար քիչ պատճառ լինի։ Այդպես է, դա տեղական իշխանության կամայականությունը։ Հայ տեղական իշխանության ներկայացուցիչ կա, բոլորը ստանձներին փաստաբանիկ են, պաշտպանում են կոնկրետ ուղղություն։ Այսօրվա լսումներից ինչ որ եզրակացություն գրել, թե չէ, պետք է համապատասխան հայտարարության կամայական Ես ինչ եզրակացություն չկա որևէ պատասխան չկա որևէ հարց չի արտացվել որևէ Լսումները ոչնչի մասին է